Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել պայմանագիրն ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա։ Հունիսի 5-ին խորհրդարանում հայտարարել է ագնախարար Արարատ Միրզոյանը։ Ինչու են կրակում, չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծենք միասնական, համատեղ, հետաքննող մեխանիզմ, որի արդյունքում էլ կարելի է պարզել՝ հրաման են կատարում այդ զինվորները ինքնուրույն գործողություն են արել, թե ուրիշ բան, նշել է նա։ Սրան զուգահեռ Սյունիքի սահմանամերձ գյուղերում կրակոցները մշտական են դարձել, փոխանցում են տեղի բնակիչները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Թուրքիայի նախագահն էլ Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գաղտնաժողով 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները, դրանց վերաբերող հարցերն ու պայմանավորվել են նաեւ շարունակել երկխոսությունը։ Այլ մանրամասներ այս հեռախոսազրույցից չեն հաղորդվում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին չի բացառել եկեղեցուն առնչվող օրենսդրական փոփոխություններ սահմանադրության մեջ ԶԼՄ-ների հարցին, թե վարչապետը հայտարարել է Հայաստանը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, առաջիկայում հնարավոր են օրենսդրական փոփոխություններ, ԱԺ-նախագահն ասել է՝ ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, որ սահմանադրության մեջ նման փոփոխություններ լինեն։ Հայաստանը խղճի ազատություն դավանող երկիր է, ասել է նա։ Քննչական կոմիտեն հունիսի 5-ին քրեական գործ է հարուցել սահմանամերձ տեղհամայնքի վարչական սահմանների մոտ ադրբեջանական զորքի ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակ պահած երիտասարդի դրվագով, թե կոնկրետ ինչ հոդվածով է գործը հարուցվել, քննչականը չի մանրամասնում, չեն հայտնում նաև, թե երբ է դեպքը տեղի ունեցել, ով է այդ երիտասարդը, միայն փոխանցում են, որ ձերբակալված մարդ չկա, բա երբ է պահել, ով է տեսել, թուրքն է տեսել, չէ մերոնք, ոչ մեկ չի տեսել, այդ ապացույցները որտեղից են վերցրել մեր հարգարժան քննիչները, ոչ ոք չգիտի, ասել է տեղհամայնքի падգամավոր Արգամ Հովսեփյանը։ Կոտայքի մարզում հունիսի 5-ին ձերբակալվել է մեկ ֆերմեր, ով ամուսնական զույգին թրաֆիքինգի է ենթարկել։ Անօգնական վիճակում գտնվող անձանց ստիպել է կատարել տարբեր աշխատանքներ, չվճարելով խոստացված գումարները։ Ձերբակալվածներից մեկին նա պարբերաբար ծեծել է, ինչի հետևանքով վերջինս դիմել է փախուստի։ Քննությամբ պարզվել է, որ ֆերմերը 4 ամսվա աշխատանքի համար վճարել է ընդամենը 5000 դրամ։ Նա պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել ամուսիններին բութ առարկաների գործադրմամբ։ Անօգնական վիճակում գտնվող մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։